Մինչև կառավարությունը գյուղատնտեսության զարգացման ու աջակցության ծրագրերի մասին է հայտարարում, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը շարունակում է նվազել։ Վերջին 5 տարիներին անասունների գլխաքանակը ավելի քան 22% կրճատվել է։ 2021-ին 613,000 խոշոր եղջերավոր է հաշվառվել։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով այս տարվա սկզբին Հայաստանում շուրջ 476,000 անասուն է հաշվառվել։ Մեկ տարի առաջ կենդանիների թիվն անցնում է 490,000-ը։ Մարդիկ ցանկություն ունեն անասուն պահելու, պատմում է Լոռու մարզի Սվերդլով գյուղի բնակչուհի Տիկին Հասմիկը, բայց ամեն տարի մի բան լինում է։ Ասում է, հիմա էլ տզային հիվանդություններով են վարակվել իր անասունները, լուրջ վնասներ է կրել։ Հիվանդություն է տա նշանակը, որ կիզը կծում է անասունի, այունը ջուրակ կտրում, եթե ջերմությունը տալիս է, եթե հասցնում է այդ պահին անասուն կա փրկվում է, անասուն կա չի փրկվում։ Անասունը որ հիվանդ է լինում, մսավաճառները ավելի շատ հազար գնով են տանում, մարդիկ է ստիպած լցնում են իրանց մարազնիկի քչեն ուզում էլ վաճառեն, որ շահագործեն, արժեքություն է։ Միանց այդ պահը ծախսերը դուրս չի գալիս էլի, ոնց որ ամեն ինչ հարոտավայրի գումարով իր անասունների խոտիկի իր ծախսերը որ հաշվում են, այդ մարդկանց հետ մի բան չի մնում։ Թվերը նվազում են գրեթե բոլոր մարզերում։ Գեղարքունիքում շուրջ 72,000 խոշոր եղջերավոր է հաշվառվել։ 2024-ին թիվը 4,000-ով ավելի մեծ էր։ 5 տարի առաջ ցուցանիշը անցնում էր 100,000-ը։ Արագածոտնում 53,000 են հաշվառվել, 2,000-ով պակաս, քան մեկ տարի առաջ էր։ 5 տարիների ընթացքում մարզում կենդանիների թիվը նվազել է շուրջ 20,000-ով։ Սյունիքում 5 տարի առաջ ավելի քան 23,000 կով կար, հիմա 15,500-ի էլ չի հասնում։ Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է նաև կաթի արտադրության նվազումը։ 2021-ին 670,000 լիտր կաթ էր արտադրվել, անցած տարի շուրջ 100,000 լիտրով ավելի քիչ։ Անասուն պահելը տնտեսապես այլևս շահավետ չէ։ Վառելափայտ, դեղորայք, անասնաբուժական ծառայություններ, ամեն ինչն է թանկացել։ Գյուղացիները բողոքում են, աշխատում են վնասով, ըստ ոլորտի փորձագետների, անասնագլխաքանակի նվազման հիմնական պատճառներն են կերային բազայի պակաս եւ կերերի բարձր գին, ձմեռային խիստ պայմաններ, որոնցում պահման ծախսերը կրկնապատկվում են։ Ակնհայտորեն ցանկային տարածությունները, եթե կերային մշակաբույսերի կրճատվում է երկրում, պետք է դա հանգեցներ տավարաբուծության ընդհանուր խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատմանը։ Արձանագրվել են կաթի միջին գների անկում, այսինքն ինչ է ստացվում։ Կերային մշակաբույսերի ցանքերը կրճատվում են, կերը թանկանում է, արդյունքում ոչ միայն կաթը չի թանկանում, այլ ավելի էժանանում է։ Ակնհայտ է, չէ՞, որ դա պետք է արդեն պակաս շահութաբար ու հետևաբար նաև գյուղացին ֆերմերը գնալով հրաժարվում է ավել գլխաքանակից ու կրճատում է այլ գործունեություն է փորձում իրականացնել։ Մասնագետները շարունակական անկման տարբեր պատճառներ են թվարկում։ Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների հետևանքով արոտավայրերի անհասանելիությունից մինչև ներքին շուկայական հարցեր ու ցածր եկամտաբերություն։ Իսկ գյուղացիները հույս ունեն պետական աջակցությամբ, կերի սուբսիդավորմամբ ու շուկաների կայունացմամբ հնարավոր կլինի գոնե պահպանել հայկական անասնապահությունը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։